Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 23-ի համար տարվա բոլոր ծնված նշանների համար։ Օրը կիրակի է եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Դե համար նայում ենք այսպես քարտերով։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին նոյեմբերի 23-ին։ Բարձր տրամադրություն, ուրախ պահեր, անակնկալներ, նվերներ, հնարավոր է ծնունդ եք, հնարավոր է ձեր տուն են գալիս։ Դա նաև ժամադրություն է ոմանց համար, ճակատագրական քայլ է։ Այդ օրը ինչ-որ ցուցակ կարող եք կազմել, նամակագրական կապի մեջ լինել, ինչ-որ փաստաթուղթ է, որը տանում եք ինչ-որ միտեղ կամ նաև այստեղ ծնունդի եք կամ ինչ-որ միտեղ հրավիրատոմսով եք գնում կամ ծրարի մեջ գումար եք դնում նվեր տալիս։ Եվ որոշ այստեղ ինչ-որ դժվարություններ կարող են լինել օրվա ընթացքում, փորձություններ կարող են լինել, եթե օրինակ այստեղ ժամադրության է կապը հարաբերություններում, փորձություններ կարող են լինել, բեռը ձեր ուսերին է, ինչ-որ կնոջ հետ է սա կապված, դա կարող է լինել ինչ-որ կին է, որ հայտնվում է կամ դժվարություններ կան այդ կնոջ հետ, կամ իրեն եք խնամում, կամ ինչ-որ կին կարող է մտնել ձեր կյանք փորձության ենթարկի ձեզ, կամ իրեն տեսնելուց տհաճություն է դա։ Եվ բացի դա էլ սա տղամարդկանց համար միգուցե նաև ճակատագրական հանդիպում է, գոյացե կնոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, տարվա ծնված ցուլերն են միմիայն, ես նաև գոմեշ է կոչվում։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 23-ին։ Օձեր կան, միգուցե իմաստություն է, միգուցե խնդիրներ են ստեղծում ձեզ համար, որպեսզի խնդիրներ ունենաք, մանրմուներ, իրար հետ կարող է համագործակցում են իրանք։ Այստեղ իմաստությունը նաև ընտանիք կազմելու մեջ է, նաև ընտանիքի հետ ճիշտ վերաբերվելու, նաև սա առողջությանն է վերաբերվում, պետք է հետևեք ձեր առողջությանը, նաև գեղեցկությանը։ Այստեղ կարող է ինչ-որ որևէ պրոցեդուրա եք կատարում ձեր դեմքի հետ, ձեր ընդհանուր օրգանիզմի հետ, նաև ինչ-որ փոփոխություն եք կատարում ձեր մազերում եւ այլն, եւ այստեղ կարող է օձեր կան ուղղակի նախանձում են ձեզ։ Իսկ տեսնենք կռիսները ինչ են ուզում ձեզանից։ Այստեղ ինչ-որ տեսեք, ինչ-որ մի բան է ոնց որ տանում ձեզանից, իրենք։ Ինչ-որ մարդիկ են, ովքեր որ մանրմուներ խնդիրները լուծման համար ինչ-որ մի բան պետք է այսպես թե այնպես կորցնեք։ Դա ամենայն դեպս լավ է, միևնույնն է, ոնց այդ խնդիրներից ի վերջո կազատվեք։ Եվ նոր ինչ-որ բանի համար է սա տեղ բացում։ Կարող է ոմանք նաև գնան տարբեր ուղղությամբ։ Ինչ-որ մարդկանց ուղարկեք ուրիշ ուղղություն, դուք ձեր ուղին ընտրեք։ Նաև սա ընտրություն է, որը կարող կատարել այդ օրը։ Ոմանք լուրջ ընտրություն է, ոմանց մոտ էլ սա ինչ-որ հագուստի կամ նմանատիպ, թեկուզ այնտեղ մազերը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 23-ին։ Օձեր նախանձ մարդիկ, նաև իմաստություն է դա։ Տեսնենք ով է ինչ է ուզում։ Սա կարող գաղտնիք է բացահայտվում, կամ նաև ասում են, որ մի փոքր իմաստուն եղեք յուրաքանչյուր գաղտնիք լսելուց հետո, ինչ-որ մի ընկեք սարուձորեր։ Նաև սա գիտելիքներ է, որ այդ օրը կցանկանաք ունենալ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել։ Նաև սա կարող է սոցերն են, ինչ-որ մի բան են ձեզ համար բացահայտում, ոչ ինչ-որ գաղտնիք, ինչ-որ մի բան։ Եվ կարող եք նաև փոխել ձեր ուրիշ ձև եք նայում արդեն կյանքին եւ փոխեք ձեր այդ կյանքի ոճը, ձևը, ինչ որ գիրք, էջը շրջեք եւ արդեն ուրիշ ձև ապրեք։ Այդ օրը ոմանք գումար կծախսեն կամ գումար կստանաք, նաև տան հետ կապված հարցեր են, միգուցե տեղափոխվում եք, հյուր եք ընդունում, առիթ է,
տան հետ կապված ինչ-որ գործեր եք անում, միգուցե դա ինչ-որ տեղափոխվում եք մեկ այլ տեղ, նոր կյանք եք սկսում եւ նորովի, հա, դա համար ասում են ավելի իմաստուն եղեք, այնտեղ արդեն ուրիշ ձև վերաբերվեք ամեն ինչին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին նոյեմբերի 23-ին։ Բանի համար անհանգիստ եք, բորբոքվել նաև։ Եվ այստեղ կարող է տղամարդու հետ է կապված, ամուսնու վրա գորգրակ, ձեր տղայի վրա գորգրակ։ Այստեղ կորուստ է ու շատ ինչ պետք է լինեք։ Տեսնենք։ Միգուցե անհանգստություն, լարվածություն, ոչ կինն է ձեզ համար ստեղծում, բորբոքվածություն է, հա, ձեր մոտ առաջացնում։ Կամ իրեն հանդիպելուց կամ իրեն տեսնելուց նյարդայնանում եք կամ ինչ-որ մեկն է, ով որ ձեզ կարող է հասցնել այդ վիճակին։ Եվ տեսնենք կռիսը ինչ է ասում։ Ինչա փոփոխություն է, փոփոխության ընթացքում մանր-մունր խնդիրներ, որոնք կարող են պետք է լուծեք ձեր կյանքում փոփոխություն ունենալու համար։ Սա ովքեր որ հղի են, ծննդաբերում են, եւս հա պետք է ուշադրություն դարձնեք այնտեղ։ Ովքեր հատկապես փոքր է հղիությունը, եւս ուշադրություն դարձրեք։ Եվ եթե բորբոքվում եք այստեղ, ապա եւս պետք է ուշադիր լինեք հղիությանը, եթե հղի եք։ Եվ տեսնենք ով է այստեղան, ում հետ կարող հանդիպել, շփվել, ամենայն դեպս հաջողություն է, նոր դռներ է բացում այստեղան ձեր առջև։ Հաջողություն է բերելու ձեր կյանք, միգուցե նոր ծանոթություն է, միգուցե ինչ-որ սիրային է կամ ուղղակի ինչ-որ մեկ է ծանոթանաք եւ նա ձեզ համար ոնց որ հաջողակ ծանոթություն լինի, կան չէ, տենց մարդիկ, որ ծանոթանում ես քո կյանք ոնց որ ինչ-որ մի լավ բան են բերում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին նոյեմբերի 23-ին։ Գումար կստանաք կամ նաև գումար կծախսեք, այստեղ նվերներ, անակնկալներ, միգուցե դա է կարող նվեր եք ստանում գումար կամ ծախսում եք, ծնունդ ունեք, ինչ որ առիթ է, ժամադրություն է սա նաև, տվյալ անձնավորության վրա եք գումար ծախսում։ Նաև դե ինչ որ պահեր են, ուրախ պահեր են, բարձր տրամադրություն կունենաք։ Նաև ընտրության առջև կանգնած կլինեք։ Դե եթե ժամադրության եք, եթե ծնունդ է, հա, ինչ որ ուտելիքի, հագուստի հետ կապված ընտրություն է, կամ նաև կարող է լինել գլոբալ մեծ ինչ որ հարցեր, որոնք որ կարող եք տատանվել ընտրության առջև կանգնել։ Սա նաև ամեն մեկը տարբեր ուղղությամբ գնալ է։ Ինչ որ մեկը գնում է ինչ որ միտեղ գնում է օտար երկիր, եւ այստեղ ձեր խաչմերուկները, ոնց որ այստեղ խաչմերուկից ամեն մեկը մի կողմ է գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին նոյեմբերի 23-ին։ Ոմանք ճանապարհներին կլինեն, ճանապարհ կգնաք, տեղափոխություն է սա նաև, տեղափոխության ընթացքում կարող եք ինչ-որ մի բան կորցնել կամ գործերը առաջ մղելու ժամանակ ինչ-որ մի բան կորցնել կամ մանր-մունր խնդիրների մեջ ընկնել, հետո նոր կարողանալ առաջ տանել ամեն ինչը։ Տեսնենք ամենայն դեպս այս կռիսներին չեն ասում, այստեղ դե ոնց որ մարդու տրամադրությունն են փչացնում, հա, ավելի շատ։ Կամ ինչ-որ մարդիկ են, ովքեր որ ձեր տրամադրությունը կփչացնեն, կամ առիթի ժամանակ դա կարող է լինել, կամ անակնկալ է, որը փչանում է, կամ ձեզ դուր չի գալիս, կամ դիմացինին, ինչ-որ պահեր են։ Եվ գումար այդ օրը կամ կծախսեք, կամ գումար կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին նոյեմբերի 23-ին։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, ինչ որ ուզում եք անել այդ օրը։ Կարող անել կամ ցանկություն պահել, հա, ձեր բացի առաստված,
կապը եւ ձեր ցանկությունները կարող եք իրականացնել։ Այդ օրը ոգևորված կլինեք, ինչ որ բաներ կցանկանաք անել, առաջ տանել։ Նաեւ հյուրեր կարող եք ընդունել, դուք գնալ հյուր, նորություն լսել, ինչ որ բաներ կարող եք պատվիրել, բերեն ձեր տուն։ Դա հյուրեր կարող են նաեւ լինել ձեր երեխաները, նորություն կարող եք լսել ձեր երեխաներից կամ երեխաների մասին, հղիության մասին։ Նաև ծանոթություն է, սա մեկ ակնթարթ կամ մեկ օրվա համար, այդպես կարելի ասել, ծանոթություն։ Եվ երեխաները կգան ձեր տուն, երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ կան, նոր կյանք է սա, նոր ինչ-որ մի բանի սկիզբ է, նոր հարաբերությունների սկիզբ, նոր բիզնես նաև, որ էլի երեխայի նման կփայփայեք, կմեծացնեք։ Նաև սա ձեր թոռները, ձեր երեխաները կարող են գալ այդ օրը ձեր տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, նաև ոչխար է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին նոյեմբերի 23-ին։ Նոր սեր, նոր հարաբերություններ, կամ ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, ձեր շրջապատող մարդիկ այդ օրը ձեզ սեր կտան։ Նաև կարող գտնվել ոչ հասարակական վայրում, դրա համար լավ ձեզ զգաք։ Նաև կարող է առիթ է, ձեր հարազատների շրջապատում եք գտնվում, կարող սիրահարվել այդ օրը նաև, սիրո խոստովանություն անեք, ձեզ անեն, ինչ որ պահեր են սիրո հետ կապված։ Բայց նաև այստեղ ունենք կորուստ, այստեղ եթե տան մեջ եք անելու, եթե առիթ է, հա, այստեղ ուշադիր եղեք, ինչ մի բան չկորցնեք։ Երեխաների նկատմամբ է սա, ինչ որ վստահության կորուստ է, կամ երեխաները կարող են ձեր տրամադրությունը գցել, կամ ոչ մանր-մունր խնդիրներ սարքեն ձեզ համար, գուցե առիթ է եւ այնտեղ առիթին կարող է իրենց լավ չպահեն, եւ հա դա մանր-մունր ինչ որ պահեր լինի ձեզ համար, որ տրամադրությունը գցեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 23-ին։ Այդ օրը կզբաղվեք ձեր գեղեցկությամբ, ձեր առողջությամբ, կխոսեք, կշփվեք ձեր ծնողների հետ, կգնաք իրենց տուն, ընտանիք կցանկանաք կազմել, նոր սեր կարող է լինել, նոր հարաբերությունների սկիզբ, ձեզ սիրված կզգաք, ձեր շրջապատող մարդիկ ձեզ շատ սեր կտան։ Նաև կողոտան անդամներն են այստեղ, հա, ընտանիքն է այստեղ, ավելի շատ ոնց որ սիրով լցված կլինեք։ Նաև դա նոր տուն է, նոր տեղափոխություն, օրինակ նոր բնակարան, կամ նաև տանը ինչ-որ բաներ տեղափոխեք այսօր այն կողմ, դե հյուր ունեք, կամ առիթ է ինչ-որ մեկի տանը, կամ ձեր տանը, տան հետ կապված ինչ-որ բաներ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին նոյեմբերի 23-ին։ Հանդիպում, շփում որևիցե աղջկա հետ, որևիցե տղամարդու հետ։ Այստեղ նաև վեճ է, կամ տուն եք մաքրում, կամ վիճում եք։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Կարող ձեր մայրն է, իրեն տեսնելուց բավականին էմոցիոնալ կարող եք նայեք, ով վաղուց չեք տեսել։ Տղաների համար սա ռոմանտիկ պահեր են այդ աղջկա հետ։ Տեսնենք ով է այս տղամարդը, դա ինքը թռավ, կամ օց է, կամ իմաստուն անձնավորություն ում հետ կարող եք հանդիպել այդ օրը, շփվել, խորհուրդներ հարցնեք, եւ ոմանք կարող են վիճել այդ օրը ինչ-որ մեկի հետ, կամ նաեւ տուն մաքրեք, ձեր շրջապատը մաքրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին նոյեմբերի 23-ին։ Կզբաղվեք այդ օրը ձեր գեղեցկությամբ, ձեր առողջությամբ, ոմանք կգնան ոչ ռեստորան, կինո, թատրոն, կարող այցելել նաև ձեր ծնողներին, կարող եք նաև մեկ այլ տեղ այցելել ձեր ծնողներին, ովքեր որ արդեն
Նաև սա կարիերայի բարձրացում է, եթե աշխատում եք այդ օրը տարբերությունը կնկատեք, կարող է ձեզ արդեն երկուշաբթի օրվանից մեկ այլ պաշտոն են ասում կգասկանես, կամ ինչ-որ առաջ խաղացում կա աշխատանքում, բիզնեսում նույնպես։ Ես դա կարող ինչ-որ փաստաթուղթ եք ստորագրում, դե արդեն դա կարող է տեղափոխվել երկուշաբթի օրը։ Այդ օրը ոմանք ցուցակ կազմեք, նամակագրական կապի մեջ լինեք, ինչ-որ բաներ սովորեք, գրեք, ավելի շատ ոնց որ մարդը գրում է այս սրանով։ Կամ եթե գնում եք ռեստորան կամ կինոթատրոն, հասա նաև տոմսն է ցույց տալիս, որ գնում եք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին նոյեմբերի 23-ին։ Այդ օրը ոմանք ինչ-որ մեկ այդ նամակագրական կապի մեջ կլինեն, նաև ինչ-որ ցուցակներ կկազմեք, ինչ-որ այստեղ շրջապատ եք մտնում, ինչ-որ նոր շրջապատ է, նոր ծանոթություն է, նաև ինչ-որ կարող է փաստաթղթերն եք դասավորում, նոր տարվա ցուցակ եք գրում, դե ինչ է, սորերին ավելի շատ նոր տարվա ցուցակն է։ Դե կարող գնում եք առևտուր անելու կիրակի օրը եւ կազմում եք այդ ցուցակը։ Այդ օրը ուշ կունենաք ինչ-որ բաներ անելու, ուղղելու համար, նաեւ մարդիկ կլինեն, ովքեր ձեզ կօգնեն, օգտակար կլինեն ձեզ։ Ինչ-որ մեկն է ավելի հզոր մեկը, ով որ ձեռք է մեկնում, ձեզ օգնում է։ Ովքեր որ աշխատում են առաջ խաղացում աշխատանքում, ինչ-որ դիրք կարող է գրավել նաեւ, կամ դիրքի փոփոխություն տեղի ունենա։ Այդ օրը նոր կյանքի իմաստ կգտնեք ձեզ համար, դե կարող է այստեղ նոր սեր է, խոսում եք, նամակագրական կապի մեջ եք եւ նոր հարաբերություն է ձևավորվում եւ ինչ որ կյանքի իմաստ է ստանում։ Ավելի իմաստուն կլինեք, ավելի հասուն կմտածեք այդ օրը, հասուն կգործեք նաեւ յուրաքանչյուր բան։ Նաեւ պետական աշխատողների շրջապատում կարող եք լինել, ինչ որ կամ հեղինակավոր մարդկանց կամ նման պետական աշխատողների։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։